Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ Ալիք։ Գիտեմ, որ շատերը անհամբերությամբ սպասում էին այս վլոգին, երբ եմ ես տեղադրելու վերջապես վիդեոները, որտեղ մենք անցկացրել ենք հրաշալի ժամանակ իմ ծնողների հետ միասին, քանի որ ծնողներիս այստեղ մնալու ժամանակը երկար էր, մոտ 1 ամիս, վիդեոները շատ են եղել, նկարել եմ շատ ու այդքանը պետք էր ինձ մի ամբողջ, չգիտեմ ինչ ասեմ, ժամանակ, այնքան ժամանակ, որ ես այդքանը կարողանայի հասցնել տեղադրելու, մոնտաժել ու տեղադրել, մի խոսքով, ես ոչ մի բան չեմ արել, մենակ նկարել եմ, մենակ իրանց հետ sense լավ ժամանակ եմ անցկացրել, բայց որոշեցի, որ երբ որ իմ ծնողները արդեն կվերադառնան Հայաստան, ես այդ ժամանակ նոր ինձ կտրամադրեմ ու այսքանը խելքի կբերեմ։ Քանի որ շատ է, արդեն ասեցի, շատ եմ նկարել, ես չեմ կարող բոլորը միաժամանակ մոնտաժել։ Դրա փոխարեն ինչ եմ որոշել, որպեսզի ավելի հաճախ կարողանամ տեղադրել, քիչ եմ տեղադրելու մաս առ մաս, եւ ես այսպես կխոսեմ, կբացատրեմ, թե որտեղ են գնացել, ինչ են կարել, ինչպիսի ժամանակ ենք անցկացրել։ Դե ինչ, եկեք սկսեմ սկզբից։ Այս սկզբի պահը լինելու է այն պահը, երբ ես դիմավորեցի եւ վերջապես տեսա իմ ծնողներին։ Մամայիս այստեղ լինելը արդեն երկրորդ անգամն էր, ինքը Ֆրանսիայում լինում, բայց պապայիս այս 7 տարիների ընթացքում նոր տեսա, հնարավորություն Աստված տվեց մեզ բոլորիս, որպեսզի նորից հանդիպենք։ Հիմա ես նորից sense խոսում եմ, sense պատմում եմ, ու էլի sense ոգևորվում եմ ու իմ հույզերը այսպես նորից վերապրում եմ։ Դե ինչ, եկեք այս պահին անցնենք առաջ եւ տեսնենք, թե ինչպես դիմավորեցի ծնողներիս։ Essa գալիս են, կարի։ Աղջկան նկարեմ, թող ինքը իշնի։ Բարևի ձեզ։ Ինչպես տեսնում եք, կադրերը այսպես հազիվ վերցված են, որովհետև իմ ծնողների գալուց ընդամենը 1 օր առաջ մենք կատաստրոֆիկ ձևով հիվանդացանք։ Սկսվեց Լեոյից, Լեոն ուներ բարձր ջերմություն ու ոչ մի կերպ չէր լինում իր ջերմությունը իջացնել, անգամ ջերմիչեցնող հաբերը, դեղերը չէին օգնում ընդհանրապես։ Սկզբից ես մտածում էի, որ լուրջ բան չկա, դե լավ, հեսա այս մի գիշերվա մեջ ամեն ինչ կանեմ, որ իբրև թե արագ Լեոին վերականգնեմ, ու հենց այդ նույն գիշերը, որ ես Լեոին խնամում եմ, հասկանում եմ, որ ես էլի վիճակի չեմ ոչ մի բան անելու, ու արդեն Սիփանն սկսում ես խնամել։ Մի հատ sense խառը գիշեր, ես մտածում եմ, ասում եմ, հանկարծ մամայինք չգան մի հատ էլ իրանք այդ ընթացքում հիվանդանան, ու ընդհանրապես բացի դա մտածում էի, գալիս են մենք այստեղ ուրախ հավես ժամանակ անցկացնելու, բայց գալու են հիվանդատես, իրականում այդպես էլ եղավ, մամա ինձ գալուց 1 շաբաթ դեռավել մենք տանից դուրս չենք եկել, որովհետև մենք ոտքի չենք կարողանում կանգնել ընդհանրապես, ու այդպես ես արդեն sense ի վիճակի չէի ընդհանրապես քայլելու, անգամ երևում է կադրերում, որ ես sense թոփալում եմ, որովհետև նորմալ չէի քայլում, ոտս էլ էր իմ ձգվել, մի խոսքով բարձր ջերմություն, թուլություն, բայց ես ինձ այսպես մի կերպ ասել եմ, որ ոնց կարամ չգնամ, ու գնացել ենք մերոնց դիմավորելու, գնացինք դիմավորեցինք ու եկանք տուն, արդեն գալիս էր այսպես երկրորդ արձագանքը, դա երեխաների արձագանքն էր, երբ որ բալիկներս արդեն առաջին անգամ տեսնելու էին իրենց պապիկին։ Ես իմ պապային, բալիկներս պապիկին, ու պատկերացրեք իրենք էլ այնքան հիվանդ էին, որովհետև Լեոից հետո արդեն հաջորդ օրը Լինան նույնպես հիվանդացավ։ Ու այստեղ դրան ասում են գրիպ, դա ոչ թե այն երբ որ մարդու քթից ինչ որ արտահոսք է լինում դա է, այլ ուղղակի գրիպ է, որը որ sense ավելի ծանր հիվանդություն է, քան, չգիտեմ, ինչ չեմ էլ ուզում համեմատել, բայց ունենում ես բարձր ջերմություն, թուլություն, ոչ մի բան անելու ունակություն դու ուղղակի չես կարողանում։
Մի խոսքով հետո արդեն Լինան հիվանդացավ, իմ ձակներն էլ որ հիվանդանում են, իրանք պարզապես թուլանում են։ Իրանք քեզ ընդհանրապես նեղություն չեն տալիս, չեն լացում, չեն նվնվում, բայց այնքան sense թուլացած, խեղճացած վիճակ է իրանց մոտ, որ չգիտես ինչ անես։ Դե ինչ, երեխեքից հետո արդեն sense մաման եկել են, մաման արդեն ամեն ինչ անում, որ մենք ոդքի կանենք, ես մտածում ասում եմ հեռու գնացեք, ինձ մոտիկ մի եկեք, որ հանկարծ դուք էլ չհիվանդանաք, բայց մաման ու պապան մեզ մի քանի օրում ոդքի հանեցին։ Ես արդեն մի քանի օր անց լավ էի ինձ զգում, բայց այդ օրերը ես հիշում եմ, անգամ մաման ինձ այդ վիճակում չէր տեսել, որովհետև ես իմ կյանքում կարա մատեիս վրա հաշվեմ, ընդամենը մի քանի օր ա եղել, որ ես այդպես ծանր հիվանդացել եմ։ Leo ջան, մենք քեզ թողել Leo, դու ճանաչում ես պապին։ Ոչ ճանաչում, Համեցեք։ Որի կարեք։ Դրանից հետո արդեն հաջորդ օրը մաման ու պապան մեր համար ինչ որ ուտելու բան են պատրաստում, Հայաստանից բերել էին բանջար, իմ ամենահամեղ սիրելի բանջարից, ավելուկեր ու կարծեմ մի ուրիշ տեսակ էլ կար, չեմ հիշում մի խոսքով անունը։ Մաման, պապան սկսեցին իրար հետ պատրաստել, ես էլ դե այդ ընթացքում ճիշտ է, ինձ լավ չի զգում, բայց որոշեցի նկարեմ ինչ որ մի բան, սկսեցի իրենց հարցեր տալ, եկեք այդ հատվածն էլ տեսեք, հետո կանցնենք առաջ։ Մամաս պապաս առավոտյան մեր նախաճաշը չասեմ, արդեն նախաճաշի ժամը չի, բայց ճաշին են պատրաստվում։ Պատրաստում ենք հիմա մեր շեֆ խոհարարը կասի, ինչ ենք պատրաստում։ Շեփու բանջար, աննաճ։ Ինչ ենք պատրաստում, տիկի Մարետը։ Շեփու բանջար, Շեփով բանջար։ Իսկ այս շեփով բանջարը որտեղից է եկել։ Հարաթումբի սարերից։ Այո, դա պարտադիր պետք է նշել, որովհետև Հայաստանի Միացյալ Նահանգների Հարությունի սարեր։ այո, Ու անկրկնելի համունի Հարությունի սարի բանջարը, որ միջև Ամերիկայի Միացյալ Նահանգները գալի, մեր բարեկամներն են ստանում։ այո, ինչպես ասում են, Ուտողը հայերն են ուտում, ուտողը կիմանա, չուտողն ինչ իմանա։ գնահատում են մեր սարերը։ Լավ, բա հիմա ինչ եք անում, ես ինչ եք sense մանր կտրտում։ Ավելիքն է պապան կտրտում։ Իսկ եսի sense просто մաքրում ենք մեջը, որ օդնոց բան ավելի չլինի։ Դե լա, դե մաքրեք ուրեմն։ Ես էլ գնամ դերամ շիշկաչիկա։ Դու եք աստղի մեջ ջուրելից դե թող եռա, որ այս բանջարը լսնենք մեջը։ Լավ, ինձ էլ եք փաստորեն գործի դնում։ Այո։ Ես էլ մինչև որ բանջարը կլինի, լազանիա եմ դրել գազոս ժախում, լազանիան կուտենք մինչև հաջորդ ուտելու ժամը։ Այ հիմա նկարում եմ։ Ուրեմն ես ձեզ հարցեր եմ տալիս, դուք պատասխանում եք։ Ասեք ձեր տպավորությունները ընդհանուր Ֆրանսիայի մասին ու ընդհանուր ճանապարհը ոնց եկաք հասակ, ոնց էր, ոնց չէր։ Ներկայացնեցին։ Թե ես ներկայացնեմ։ Իրար լրացրեք։ Ճանապարհը շատ լավ ենք եկել, Աննա ջան, շատ լավ, որովհետև մենք ուրախ ենք, որ գալիս ենք մոտ։ Դրա համար այդ ուրախությունը, այդ հոգնածությունը, ճանապարհի երկարությունը, դրանք սա փակում էր, եւ
ուրախությունը որ գալիս ենք ամիլիս մոտ։ Ճիշտ է։ Որովհետև այսպես որ ասենք կմտածեն երևի ընդամենը մի 5 ժամ ճանապարհ եկել, բայց ինքնաթիռով գնալ 5.5 ժամ Իսպանիա, մի ամբողջ օր այնտեղ պատտվել ու այնտեղից 12.5 ժամ ավտոբուսով գալ հասնել Ֆրանսիա, դա խիզախություն է ձեր կողմից։ Այնպես որ ձեզ սրտիկներ ուղակի ձեռքերս զբաղված են, չեմ կարացից տամ։ Իսկ ինչ կասես, ով ջան։ Ես կարամ երկու բան ավելացնել, կյանքում առաջի անգամ եմ ճամփորդել, շատ հետաքրքիր էր ինձ համար ճամփորդելը ուրիշ երկիր։ Ես ես տեսնելուց շատ լուծեցի, որ իրոք շատ հեռու է ապրում։ Պապ ջան, ես որ 5 օր արդեն էստեղ ես, ասդ մի հատ պատմի բոլորը իմանան աղջիկդ քեզի ոնց է պատտել ման տվել։ Դե 5 օրվա համար, ինձ համար դա արդեն շատ է։ Մնացած 25 օրն էլ երևի ավելի շատ է։ Բայց այդ 5 օրվա համար ես շնորհակալ եմ ձեզանից։ Մամ ջան, բա դու ինչ կասես։ Դուրդ եկել, աչի եկել, որտեղ Մամա երկրորդ անգամ էր ստեղ, բայց տեղեր կար, որ չի գնացել։ Մեկ երեք որ գնացին փանեկալ տեղերը, ես այդտեղ չէի։ Այդտեղ էլի կգնանք, որ ես էլ այդտեղ նկարեմ։ Բայց քանի որ ես ինձ մի քիչ լավ չի զգում։ Հա, ես իմ տպավորություններից շատ գոհ եմ։ Եթե հնարավորություն տրվեր ձեզ, շանս լիներ այստեղ մնալու, կմնայիք թե կվազեիք ձեր տղերքի մոտ։ Արդար չի խի։ Ես վիզաներով գնամ գամ, Մուլտիվիզա, հա։ հա, բայց ոտես մնալը ես շատ գիտեմ է անում։ Լավ, հիմա հաջորդ հարց չէ, լավ, սենց բան ասեմ, քանի որ մեզ հետևում են հետևորդներ, այդ թվում նաև ձեր հարազատները, ինչ կփոխանցեք նրանց այս պահին։ Կասեմ, որ նրանց շատ կարոտել է, հատկապես քույրերիս, Քրիստիկին ու Մարտային, Տետիկիս Մարտային, մամայիս, Այո, ով անհամբեր սպասում է վլոգներին, որ տեսնեն ինչ ենք անում։ հա, էլ ինչ ասեմ, հարսիկիս, Հարսիկին առաջինը պետք է Տունը տեղը ասել։ վստահել եմ հարսիկին եկել եմ։ Էլ ինչ ասեմ, Աննա ջան, շատ եմ խոսում։ Լավ, արի կեսնել ասենք թող պապան ասի։ Պապ ջան, բա քո հետևորդներին ինչ ես ցանկանում։ Ես իմ հետևորդներին չգիտեմ, ես հետևորդ ունեմ թե չունեմ, բայց ես քեզին որ նա հարցրեցի, ասեցի կարոտ մարոտ, չեմ կարող խափեմ, Աննա ջան, ոչ մեկին չեմ կարոտել։ Լավ է։ Որովհետև առաջին ասեմ, որ ես քեզ էի կարոտել, մեջի որ այդ կարոտությունը սպրսել է, ես քեզ կարոտը կշտանեմ, նոր խոսքի իմ հետևորդներին, բարեկամներին նոր սկսեմ կարոտել։ Պապան չէ, ուղղակի։ Ասած ես այդ բանին ոչ մեկին չեմ կարոտել։ Դի կարոտացել։ Բա երկու օր առաջ հեռախոս ասում էր են կողմ տարեք, չեմ ուզում տեսնեմ, չկարոտեմ, չհուզվեմ, չգնամ հանկարծ։ Ձևական բանի Աննա ջան։ Հա, որ չնեղանան, օպրես։ Կարող է հիմա տենց ես ասում, որ ես էլ չնեղանամ։ Չէ, բանը բնական է։ Չէ, մի օր առավոտը հելելա Աննա ջան, Որական հասան։ ասում եմ ներսոնի չա եղել, ասում եմ երազիս Աննային եմ տեսել, կարոտել եմ։ Երազները իրականանալու հատկություն ունեն, այո։ Աստված։ Էնպես որ երազեք։ Իրանց երեխեքին տենան։ Իրանց կարոտն առնեն, վայելեն։ Երեխեքն էլ գնան, եթե ուզում են գնան։ Թող գնան, եթե չեն ուզում, թող Բա մնան։ էդ էլ ավելացրեք, որ լավ տեսանենք, որ մենք ստե մեզի լավ ենք զգում, բա էդ էլ կար։ Ու ասեմ իրոք պես ես ինձի շատ ու շատ իրա, բոլոր Չէ, եթե տեսան մեզի լավ չընդունել, լավ սենց ուշադիր չլիներ, մենք օրերը կհաշվենք, ասենք այ մարդ, երբ այդ օրերը և կլի կլրանք է, և Դե լավ, հարցազրույցս այսքանը կշարունակենք։ Լավ, հիմա անում ենք սոխորածը, նայ, տեսեք ինչ լավ ճտճտում է։ Ես ուզում եմ, ես միշտ ես կամերացում, չի կարմենում, ես ինչն է համբերություն հա պետք է։ յուղի քիչես անում։ Հետո բանջարը ավելացնելու ենք վերեն, բա ես ես ավելացնում եմ։ Հեսան չեք կարողանում։ Սխտով չի գնում մեջը։ Կամ։ Այդ գորաշը։
Էսի քարտը կարմիր տղտեղա։ Շաման ավելացրեց։ Հաջորդ արդեն բանջարի հետ նո։ Այսինքն եթե կարանք ուզում ես Անգլերը բայց բանը։ Չորսն էլ 5 օր չորս է, 4-ը մտնում է։ Աներ ջանը 1 2 3 Փեսա ջանին լավ խաղալ ասովորացնում։ Արի հաշվի դու փոսիս ես։ 1 2 3 4 5-ը 5-ը։ Ապեր քիչ ես հասկանում։ Այ սենց այ։ Հա, էսի 5 հա տվեք։ Էսի 5-ի փոսիկն է։ 1 2 3 3 4 Всё, էսի 4-ն է։ Բայց մի minut, ասի էսի 5-ի փոսիկն է, բայց 4 ես ասում։ Բա էսի 5-ի փոսիկն է, դնում են 5-ը ստե։ Բայց ո՞նց է էսի 5, եթե ինքը 1 2 3 4-ը։ Ոչ թե 5։ Ախպեր, սենց հաշվում են։ Բա ասում ես քարի տեղը մի հաշվի, փոսից հաշվի։ Էդի ընդհանրապես այդտենց է, որ հաշվում ես, այսինքն 1 2 3 4 5 Հա։ Մամային, պապային սենց հարցեր տալուց հետո մենք անցանք արդեն դե այնտեղ մի քանի օր էլի չեմ նկարել, բայց դրանից հետո գալիս է մի հատ պահ, որ մենք հասկանում ենք Լեոյիս վիճակը լուրջ է։ Ու ուղղակի սենց թողնել իրեն անցնելով, մեկ շաբաթ է անցել է, բայց Լեոյի ջերմությունը չի իջնում։ Մենք այդ ընթացքում ես իրան տարել էի 3-րդ թե 4-րդ օրը արդեն ուրժոնս մանկական հիվանդանոց, այնտեղ իր ջերմությունը 40 էր, մենք 40-ով հետ ենք եկել, տուն ոչ մի բան չարեցին, ասելով որ այդ հիվանդությունը այդպես է մի քանի օր պետք է սպասեք։ Ինչևէ, հենց այդպես էլի տուն ենք եկել, էլի անցնում է մի քանի օր, Լեոն բացարձակ ոչ մի բան չի ուտում, բացի ջուր խմելուց։ Ոչ մի բան չի կերել, թուլանում է, իր արդեն քաշն է կորցնում, անցնում է արդեն մի քանի օր, էլի իմ մաման ինձ համոզում է, որ տարեք, նորմալ չի, եկեք մի հատ էլ գնանք, ես վերցնեմ SOS մեդսան, որը որ շատ արագ է տալիս ռանդևուն։ Այնտեղ իրանք որ տեսնում են Լեոյի վիճակը, արդեն ասում են, վայ, ես ինչի ես այս բան արել, հնարավոր չէ, ոնց են այս վիճակով իրան տուն ուղարկել եւ այլն, խիստ նամակ է գրում, այդ նամակը վերցնում եմ գնում եմ հիվանդանոց, ու հիվանդանոցը այդ նամակը տենալուց հետո միանգամից Լեոյին պահում այդ գիշեր այնտեղ, ու Լեոս հաջորդ օրը լրիվ լավ գալիս է տուն, վերադառնում ենք տուն։ Ամեն ինչ անցնում է, ամեն ինչ լավ է լինում, փառք Աստծո, գալիս է տուն ու մենք անցնում ենք մեր հաջորդ սկայլին։ Ենք հիվանդանոցում։ Մի շաբաթից ավել է։ Իմ տղեն չի լավանում։ Քնքս։ Քնի, մի քիչ կարաս քնես։ Ալեքսի արի մոտս։ Ալեքսի։ Ալո Զախարա։ Երկու ձեռքերով չես կարում քշես։ Ոյ, հեն արիր։ Ոյ տղա։ Մի ձեռքով այ տղա։ Bola, bola. Կարուսելեի նստել Լեո։ Խաղեր ես տալիս։ Լեոն արդեն լավ այսօր առավոտյան։ Չէ Լեո։ Նոտ բարթած։ Շարունակությունը տեսնելու եւ լսելու համար բաժանորդագրվիր, որպեսզի հաջորդ վիդեոն տեսնելու համար բաց չթողնես, հետևիր ալիքին անպայման, ինչպես նաեւ ուզում եմ նշել, որ մրցույթը, երբ որ ես ձեզ խոստացել էի, որ պետք է արվեր, դեռ չեմ արել, քանի որ մենք չենք հասել 5000 հետևորդին, իդեպ համարյա մնացել է մոտ 100 հոգի, որպեսզի ես կազմակերպեմ մրցույթը եւ ես նշել եմ, որ մինչեւ չդառնանք 5000 հոգի, ես մրցույթ չեմ կազմակերպելու, այնպես որ եթե ուզում եք խաղարկեմ դա, եկեք շուտ եւ արագ հասնենք 5000 բաժանորդին։